Նույն կետին խփեն, նույն գործողությունները կանեն։ Տեսեք, ամեն անգամ այս վերջի տարիների ընտրությունների հետ կապված միշտ խոսում է, որ պետք է ընդդիմությունը միավորվի մեկ ճակատով, հանդես գա գուցե մեկ ցուցակով, բայց տեսնում ենք, որ ամեն անգամ չի ստացվում, գնալով 1921 թվականի համեմատ այս տարի ավելի շատ մանր ուժեր կան ընդդիմադիր իրենց համարով։ Ինչու՞ նախ չի ստացվում ընդդիմադիր ուժերի միավորում, արդյոք իսկապես մեր ընդդիմադիր ամբիցիաներն են, որ թույլ չեն տալիս, եւ այդ պարակտումը զգացվում է, էլի հիմա հակամարտություն է սկսվել ձեր թիմակիցների եւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջեւ, բայց մի փոքր նյուանս կա, ոչ այդքան ուղիղ ձեր, այլ ձեր փեսայի Միքայել Մինասյանի թիմակիցների ու Քոչարյանի միջեւ այդ բանը, այդ պատերազմը նորից վերսկսվել եւ Մինասյանի թիմակիցների այդ հարցակումները նաեւ ձեզ է վերագրում, նախ սրա մասով ինչ կասեք, դուք կապում եք իրենց հետ կապ չունեք եւ ի վերջո ինչու՞ չեք կարողանում լեզու գտնել Քոչարյանի հետ։ Ամիքը ձեր հետ։ Դեք նախ ես բոլորի հետ կապ ունեմ եւ իմ գործելավոճը մի քիչ ուրիշ է։ Ես որևէ մեկին ոչինչ չեմ պարտադրում։ Իմ գործընկերներին հարցրեք, իրենք կասեն։ Բայց դուք հետևում եք, որը Այո, իհարկե ոչ միայն հետևում եմ, փորձում եմ մի ուղղությամբ տանել, այնտեղ որտեղ ինձ հաջողվում է, որտեղ չի հաջողվում, չի հաջողվում։ Բայց ասեմ, որ ես երբեք չեմ ասել, որ մի ցուցակով պետք է գնան, ես դա չեմ համարում օգտակար, որտեղ այդպես գնալու պարագայում վստահ եմ, որ ընդդիմադիր ուժերը ավելի քիչ ձայն կտանեն, ավելի քիչ քվե կտանեն, քան երբ որ 2-3 մեր շակատներով մասնակցեն։ Իսկ եթե տարբեր ուժեր են մասնակցում, ովքեր զրո ամբողջով են սկսելու կամ ավարտելու իրենց արշավը եւ ընտրությունների օրը զրո ամբողջ քանի տասորդական, գիտեք երևի փոր ձեռք բերելու համար է։ Զինվորականները երբ որ իհարկե վնասում է, իհարկե վնասում է, բայց ինչ անենք։ Ինչ անենք։ Դու ինձ հետ գիտեք սկսած օրենքով գողերից դուրս եկած տարբեր կուսակցությունների, տարբեր մարդկանցով ում բարևում եմ, ինձ հետ են կապում։ Դե դա իմ ճակատագիրն է, ես դրան դեմ չեմ, ում ուզում են թող ինձ հետ կապեն։ Բայց համացանցում չեք տեսել այդ ձայնագրությունները եւ այլն տեսագրությունները, թեև այն ժամանակ ես դեռևս Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ եւ ոչ թե Հայաստանի պաշտպանության նախարար։ Իսկ երբ որ զինվորականները նորից եմ ասում, գնում են եւ ստորաբաժանումներ են ստուգում, այն սպաները, ովքեր առաջին անգամ են քննությանը մասնակցում, ասում են պրակտիկա ձեր բերեց, բալուչիլ պրակտիկու, գնահատական չեն նշանակում։ Այնպես որ մի քիչ ներողամի դեր։ Ոնց իհարկե, բանդիմադիր է, բա ինչ է։ Իհարկե, ես շատ շատերից ավելի եմ ցանկանում, որ Հայաստան դաշինքը ոչ միայն հաղթահարի, այլ հեշտությամբ հաղթահարի։ Դա մեր բոլորիս օգուտն է։ Պարոն նախագահ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ինձ չընտրեք սեպտեմբերին պատերազմ է լինելու, դուք էլ եք եղել երկրի ղեկավար, թշնամին այնքան բարեհամբույր է, որ ասում է, որ օրը որ ժամին է հարձակում գործելու։